մենք մի անգամ չենք ասել, որ մենք մեր ձեռքերը կկտրենք ընտրությունների դա ում մասին են խոսում, ես ուզում եմ հասկանամ։ Ում մասին են խոսում։ Այսինքն այդ 2018 թվականից հետո Հայաստանում քանի ընտրություն ա կեղծվել, քանի լսեք, Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել է 70 թե 120 քվեաթերթիկի վրա։ Այդ ասողները այդ 120 քվեաթերթիկը կուտեին ուղղակի։ Նրանք ովքեր մեզ ասում են, որ մենք բան ենք անում, որ մենք ընտրություն կարող է կեղծենք, նրանք ոչ միայն կուտեին, այլև տենց հազարավոր քվեաթերթիկներ կերել են այդ մարդիկ։ Հիմա եկել են ինձ ասում են, որ մենք պատրաստվում ենք ընտրություն կեղծել։ Ատոմակայանի հետ կապված, ես արդեն ասացի, որ մենք այն որ մեծամորի ատոմակայանը պիտի փակվի, դա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Այսինքն, հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմային կայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Կորեա, Հարավային Կորեա եւ Չինաստան։ Եվ Միացյալ Նահանգներն էլ ակնհայտորեն արդեն 1-2-3 համաձայնագիրը ստորագրեց ԵՄ-ի ներդրումներից այս պահի դրությամբ մենք 900 միլիոն եվրոյի ունենք ծրագրեր եւ առաջիկայում այդ ծրագրերը կավելանան։ Եվ նաեւ իդեպ հյուսիս-հարավի Սիսիան Քաջարան հատվածի կառուցման գործում է այս ծրագրի այս փաթեթի շրջանակում ներդրումներ տեղի կունենան եւ այլն եւ այդպես շարունակ։